Ռեալպոլիտիկի ուղիղ եթերում քննարկում ենք երկրի թիվ 1 թեման, այսօր մենք Երևանի փողոցներում վարչապետ Հովիկ Աբրահամյանի, արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի դառնալուց հետո լուրը մենք մի քանի հարցումներ անցկացրինք Երևանի փողոցներում եւ տարբեր կարծիքներ հնչեցին, կողմ, դեմ, անտարբեր, այսօր զրուցելու եմ սոցիոլոգ Արոն Ադիբեկյանի հետ, բարև ձեզ, Ադիբեկյան, ինձ հետաքրում է ընդհանրապես հասարակական կարծիքը որպես այդպիսին իշխանության գործողությունների քայլերի համար ձեր դիտարկմամբ նշանակություն ունենում է թե ոչ։ Ընտրությունների ժամանակ դա վճռորոշ դեր ունի, ընդ որում այն ակտիվ զանգվածը, որ ընտրություններին մասնակցում է, դա մոտ ընդհանուր ընտրողների 60-65%-ն են, դրա կեսը ուղիղ չի ուզում որևէ փոփոխություն, նա կայունության կողմնակից է։ Դրան պետք է չէ, որ իշխանությունը փոխվի, նոր ինչ-որ ոստիկանապետ կա, նոր հարկային տեսչան պետ կա, նոր էներգետիկայի նախարար կա։ Բոլորի հետ պայմանավորվել են, փողերը տվել են։ Իրանք հարմարվել են, ամեն մեկը տարբեր եղանակի։ Մի մասը դրսից գումարներ ստանում, պետք է որ երեխան սովորի։ Մտածում եմ, որ միայն պատերազմ չլինի, Ղարաբաղյան պատերազմը չվերականգնվի, եւ նրանք այդ պահպանողական այն զանգվածն է, որը իշխանության հարատևման, իշխանության կանոնության հենքն են։ Դե այնպիսի մի հատ կտրուկ ճգնաժամ լինի եւ այնպիսի հմուտ կազմակերպիչ լինի, որ կարողանա ճգնաժամը օգտագործի իր օգտին։ Այդ առումով վերջի նախագահ ընտրություններին ճգնաժամի նշումները կան, բայց կազմակերպիչներ չեղան։ Գիտեք, որ ընդդիմությունը կողք կանգնեց, շուրջպարի կենտրոնում մնաց Ռափի Հովհաննիսյանը, եւ նրա ռեսուրսները բավարար չէր, որ նա կարողանար հաղթել։ Մենք կանխատեսում ենք, որ նրա 8%-ին գումարվի եւս 30% են, 30-ը որ միշտ դժգոհ է, 8-ը նրա վարկանիշն է, որը նա այսքան տարիներում ունի, անկախ նրանից նա մասնակցում է, թե չի մասնակցում ընտրություններին, 30%-ը նրա վերին շեմներ։ 13% էր պակասում, եթե ընդդիմությունը ոչ թե նայեր, այլ կամ բարոյապես բան չար, գուցե իշխանությունը գնար այլ ճանապարհով։ Երկրորդը, տիրող կուսակցությունն ավելի կազմակերպված է, չմոռանանք, որ 915 համայնքներում 700-ում ղեկավարը հանրապետականներն են, 100-ը նրանց թեպետ կոչվում են անկախ, բայց օգտվում են նրա աջակցությունից, կամ մի 50-60 Բարգավաճ Հայաստանից, մի 30 դաշնակցությունից, մի քանի հատ կա ՀԱԿ-ից, դա ոնց որ թե եղանակ չի ստեղծում։ Ինչ է նշանակում ունենալ գյուղապետ կամ քաղաքապետ, հիվանդես, երեխայի գումար կա, դեղի փողապետ, սերմասու չկա, գայլերը հոշոտել են անասունների։ Դրանք տեղական բդեշխներն են։ Չի ասի միայն բդեշխը օգտվում է ու հետևում է, նրանք մի քանի ֆունկցիա միասնական են նշանակում։ Երբ որ մենք հարցումներ ենք անում գյուղում համաշխարհային բանկի պատվերով, իմ առաջարկը գյուղապետին չէին քեզ ընտրել, որտեղ իմ մեքենայում միշտ բենզին կա, կարող եմ հիվանդին հասնել շտապօգնություն։ Ես կարող եմ միշտ մի քանի պար կարտոֆիլ տրամադրել կամ բանանել, կարող եմ գումար տալ պարտքով, այսինքն նա շտապօգնության ֆունկցիա կատարում ապահովագրության, որը գյուղը պահանջվում է, բայց ոչ ոք այսօր դրանով չի զբաղվում։ Այնպես որ տեղական իշխանությունների վերահսկումը դա բավականին մեծ ներուժ է, որ իշխանությունը իրան վերարտադրի, անկախ նրանից նա մեզ դուր գալիս է, թե դուր չի գալի։ Հետևաբար այն ով ուզում է իշխանափոխություն, պետք է աշխատի ժողովրդի հետ սերտ, օգնի, ապրի նրա առօրյա հոգսերով, իսկ մեզ մոտ գալիս ընտրությունները, մեկ է բոլորը վերակենդանանում են, կարծում են, եթե գեղեցիկ մի հատ ծրագիր գրեցին են սրտա ճմլիկ կամ իրոք բանական հիմքերով, ժողովուրդը վազելով ծափ կտա կգրա, դա այդպես չէ, ընտրությունը բավականին վարչապետ է նշանակվել, արդեն նրա անունը հայտնի է, հասարակական դրամատրությունները, օրինակ Քարյակը ասում էր, որ իրենք ապրիլի 28-ին երրորդյա անընդմեջ ուրեմն հանրահավաք են անելու եւ պահանջելու են կառավարության հրաժարականը եւ իրենք էլ նշում են, որ հաղթել են ու հասել են նրան, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել Տիգրան Սարգսյանին եւ փոփոխությունները
նախաձեռնել։ Ընդդիմությունը միշտ հայտարարում մեր հաղթանակի մասին, թեպետ դրա ոչ մի նախադեպ չկա, մենք հիմա երկու հարցում ենք անում, 3 նույնիսկ զուգահեռաբար, մեկը արդեն ավարտել ենք, երկրորդը կավարտենք 2-3 շաբաթ հետո, բայց քանի որ ես մասնակցում եմ հարցումներին, հանդիպում եմ բնակչության հետ, սպասելիքներ կան վարչապետից, բայց նրանք ում գործը չի ստացվել, գործազուր կա, չունի ինչ-որ մի հատ ապրուստի նորմալ պայմաններ, միակ հույսը որ կգա այդ մի հատ փրկիչը Մեսսիան, նա ամեն ինչ կշտկի։ Երբ որ ցույց է տալի, որ շատ բան կախված է մեզանից, ընդ որում հարցվողների մոտ 30% միշտ ասում է այն վիճակ որ ես ունեմ, վատ թե վատ, լավ թե վատ, կախված է ինձանից, իմ ընտանիքից։ Ու այդ տոկոսը գնալով աճում է, որքան դա աճի, այնքան քաղաքացիական հասարակությունը կլինի անկախ իշխանություն, եւ չի նայ պետության կողմից տրվող նպաստներին, աշխատավարձին, ինչ որ մի հատ թոշակներին, այսինքն նա ինքն իրեն կապահովի։ Եվ Տիգրան Սարգսյանի նպատակն էր, որ գոնե 2 տասնյակ հետո մենք ունենանք սերունդ, որը այնքան ինքնուրույն կլինի, որ պետության գրպանին չի նայի ձեռքին եւ կլինի բավականին կայուն։ Նրան հայտնի հոդվածը պետության վախճանը հենց դրա մասին էր վկայում։ Թեպետ ես այդ հոդվածի վերաբերյալ բացասական կարծիք ունեի եւ իրան ասեցի մեր սեմինարների ժամանակ, որ պետությունը դեռ ողջ է, առողջ է եւ նույնիսկ ագրեսիվ է, որտեղ պետության դեր անցում այն շրջանում Փոքր տարբերվում է այն երկրներից, որոնք արդեն հասել են այս հարթ հորիզոնական զարգացման ուրեմն ուղին եւ պետության միջամտություն պահանջը չկա։ Մեզ մոտ պետությունը դեռ պետք է դերակատարություն կատարի եւ դա բոլորը զգում են եւ գտնում են, որ հենց այդ առաջի դեմքը պետք է ուրեմն իրականացնի նրանց սպասելիքները, բայց օրցանոթ կառավարության տեսչության հետ որոշումներ կայացնելը դա բավականին լուրջ բարդ գործընթաց է, մասնակցում են մասնագետներ, փորձագետներ, ուրեմն անսահմանտարբեր նախարարություններով նոր դրվում է վարչապետի սեղանին, որը որոշման քաղաքական բաղադրիչն է իրավեցնում, ոչ թե տեխնիկական։ Երբ որ մենք խոսում ենք ընդհանրապես կառավարիչի հանճարի մասին, բոլորը կարծում են, որ նա լինի ավելի իրազեկ եւ գրագետ, կլինի լավ կառավարիչ, բացում որ դա այնքան է պարտադիր չի։ Ամենաանգրագետ նախագահն Ամերիկայում եղել է Ռեյգանը, ու նայեք հանդես սովետական միությունը։ Նրանց ավելի շատ գրագետներ են եղել, ավելի մարտունակ հոգի ունեցել, բայց նա կարողացավ քանդել, որտեղ նա ուներ ինտուիցիա, նա ուներ որոշումների մեջ ճիշտ ընտրելու ուղղությունը, նա ուներ համոզելու կարողություն եւ կարողացավ մի հատ մեծ աշխարհի 1/3-ը այդ համակարգ էր կարողացավ քանդել։ Ուրեմն Քենեդին երբ որ դարձավ նախագահ, զգաց որ նրա խելքը քիչ է եւ պետք է ունենա ուղեղային մի հատ խումբ եւ դա նա ցույց տվեց ամբողջ աշխարհին, ուզում ես լավ կառավարել, ունեցի ուղեղային մի հատ խումբ, որը դա կանի։ Այն ղեկավարը, որը միայն լսում է իր ձայնը, նա միշտ տակ է տալի։ Այն որ նա ունակ է լսել ավելի արդյունավետ առաջարկ, ավելի հեռանկարային, ավելի հաշվենկատ եւ այլն, նա երբեք տակ չի տալի։ Ինձ թվում է որ Տիգրան Սարգսյանի սխալն այն էր, որ նա պետք է 1 տարի առաջ դներ շրջանառության մեջ կൂട്ടակայինի գաղափարը, տեսներ թե հանրահայտությունը ոնց է վերաբերվում, դեմ կողմ, ուսումնասիրենք թե դեմ ինչից է գալի եւ այլն, որովհետեւ մենք ունենք փորձ վստահության ձևավորման։ Հիշեք մեր բանկային համակարգը մինչև 96-97 թվականը։ Տարին մի քանի հատ բանկ պայթում էր, փողերը անհետանում էին, որովհետև ապահովագրված չէր, հետևող չկա։ Երբ որ նա դարձավ Կենտրոնական բանկի նախագահ, նա կտրուկ գամերը ոնց որ ասում են քաշեց, եւ երբ որ եվրոպական մի ծրագրի ղեկավար դիմեց ինձ հետազոտելու բանկային համակարգը, ասեց ինչի Հայաստան, ասում է դուք լավագույնն եք,
եկեք դեր փորձը տարածենք Միջին Ասիայում, Բելարուսիայում, Ուկրաինայում, որտեղ լավ ամանակ։ Եվ 98 թվականից այսօր ոչ մի բանկ չի պայթել, չի սնանկացել եւ մեր բոլոր ավանդները ապահովագրված են։ Դա է պատճառը, որ մեր բանկային համակարգում 1.5 միլիոն Հայաստանի բնակիչ 1.5 միլիարդ դոլար պահում է։ Վստահները, որ նա այդ դոլարները հետ կստանա, չի վախենում։ Կուտակայինը նույն պատմությունը պետք է անցներ։ Երբ որ ես նայում եմ այդ 56 երկրները, որոնք անցել են կուտակայինի, Ճապոնիան 5 տարում է անցնում։ Հետո կարելի է կապել աշխատավարձի չափսի հետ, ով քիչ է ստանում, նա կարող է լինի կամավոր, ով շատ է ստանում, նա ունակ է մուծել, նա համար դառնալ պատահարի, այսինքն Տիգրան Սարգսյանը պարտվեց ոչ թե ռազմավարական տեսակետից, այլ մարտավարական տակտիկաներ սխալ ընտրված, որտեղ ես գիտեմ, որ նա հասկանում էր, հայերը կամավոր փողը չեն տա, հայը նախ ժողովուրդ է։ Դա է մեր դժբախտությունը, երբ որ դիմում ես օլիգարխի, ասում ես այստեղ մի հատ կարելի արտադրություն դնել, 5 տարի հետո գումարը հետ կգա, ինչ 5 տարի։ Այդ փողը Ուկրաինայից մի 2 վագոն շաքար կբերեմ, նախ փողը ստանամ։ Հայը նախ ժողովուրդ է։ Դա համար մեզ պետք է որ մենք մի հատ սերունդ ստեղծենք, որը կարողանա մի քիչ կանխատեսելով աշխատի, ապագայի համար աշխատի։ Տեսնի որ 10-20 տարի հետո ինչ է լինելու, ու ապրի այդ օրերի համար, ոչ թե այսօրվա եւ հիմայի համար։ Կանխատեսումներ կան, որ Հովիկ Աբրամյանի նշանակմամբ Սերժ Սարգսյանը իրականում իշխանության հանձնման գործընթաց է սկսել։ Դուք այդպիսի տեսակետների ինչպես եք վերաբերում։ Ես 65000 հայ եմ տեստավորել աշխարհի ուժագույն տեստերով։ Մեկը չափում էր խելքը, մյուսը 90 անձնական հատկանիշները եւ մեկն էլ չգիտակցված մղումները։ Երբեք մի վստահեք ձեր տպավորություններին արտաքինով։ Եղել են նախարարներ, ես մի քանի նախարարություն եմ տեստավորել, առաջի հարկային տեսչությունն իմ տեստերով են ընտրվել։ Ես 2 վարչապետների խորհրդական եմ եղել կադրի նշանակման գտող տեստերի միջոցով։ Առաջի բանը արտակարգ իրավիճակների առաջի վարչությունների տեստերով ենք մենք ընտրել։ Մի քանի հատ բան լրիվ աշխատակազմով մենք տեստավորել ենք։ Ու ինձ գալիս մի հատ ասա ոնց է, ասում եմ տեստավորեմ, կասեմ, սեն չես կարա, չեմ կարա։ Չնայած կարամ ասեմ, բայց միայն մի քանի կարևոր բան, բայց մնացածը այն կարևոր գործնականը բավականին մնում է մոտ։ Պետք է Հովիկ Աբրամյանի տեստավորել։ Դուք ձեր փորձից գիտեք, որ դերդասան ամենաբաց սովորողը մեկ է թռնում է գնում առայլ։ Այն լավ սովորողը մտնում է ինչ-որ մի աստվերի մեջ ու երբեք չի երևում։ Տեսնում ես, որ տաղանդավոր ջութակարներ են, մեկը դառնում է դափնեկիր, դառնում է համաշխարհային աստղ, մյուսը, որը ավելի տաղանդավոր է համարվում խմբում, մնում է ինչ-որ մի երաժշտական դպրոցում։ Այս ինչի եք ասում, որտեղ Հովիկ Աբրամյանը պարտադիր չի, որ երբեք մի գնահատեք մարդուն արտաքինից, որտեղ ներսում կարող է լինի թաքնված բավականին կարողություններ, որոնք դրսևորվելու հնարավորություն չեն ունեցել։ Հիմա կարող են դրսևորվել։ Ես հույս ունեմ, որ դա այդպես է, թեպետ աշխատել եմ Հովիկ Աբրամյանի հետ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, եւ նա բավականին արագ ըմբռնում է, բավականին կողմնորոշում է, ամենակարևորը եթե մի բան չգիտի, հարցնում է, սա ոնց է եւ ինչ է։ Այս սովորելու կարողությունը շատ մեծ պլյուս է բոլոր ղեկավարների համար։ Այն ղեկավարը, որ ասում է, ես ամեն ինչ գիտեմ, ես ճիշտ եմ, իմ ասածը պետք է լինի, նա տակ է տալու եւ ժամանակը կբերի, որ կտեսնեմ, որ բանի պետք չէ հրաժարական կրնի։ Այդ առումով ես բարձր եմ գնահատել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին, որը չի ամանչել հարցնի, սովորի, յուրացնի, զգա, որ սա իրոք հեռանկար է եւ այլն, եւ աճի, որտեւ ոչ ոք չի ծամում նախագահ, ոչ մի բուն նախագահ չի պատրաստում։ Դու ընթացքում պետք է ձեռք բերես այդ վարքային գծեր, այդ մտահոգությունը, ու լավ կլինի, եթե դու զուգահեռաբար զարգանաս։ Ուղղակի մեր ազգային մի վատ կողմն է, որ երբեք առաջի դեմքեր իրենց փոխարինող չեն պատրաստում։ Որտեւ Քոչարյանը այնքանով էր լավ, որ ուներ Սերժ Սարգսյան, որ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար էր եւ իր մակարդակի, վարչապետի մակարդակի բանակցություններ էր վարում եւ պայմանագրեր էր ստորագրում, նա մի քանի
նախարարությունների նախարար ա եղել, այն է հանգուցային պաշտպանություն, ազգային անվտանգություն, ներքին գործեր, այսինքն նա լավ տիրապետում էր։ Նման կարգի ղեկավար չի ձևավորվել առ այսօր։ Եվ նրանք պարտավոր է կուսակցությունը ունենալ մի քանի դեմք, որը կարողանա այդ մակարդակի ղեկավար լինի, որ կարողանա նախագահի կողքը լինի եւ նրա աստված չտա վաղաժամ հեռանալը կամ բան լինի, մենք ունենանք մի հատ մարդ, որը իրազեկ այդ բոլոր հարցերում, այլ ոչ թե պետք է սովորի։ Ու եթե նայեք Հովիկ Աբրահամյանի վերջի տարվա ուրեմն գործունեությունը, հանդիպումները Եվրամիությունում, հանդիպումները Ռուսաստանում, դա պատահական չի եղել, դա երևի նախապատրաստական փուլ ա եղել։ Բավարար կլինի թե ոչ, դե մենք կտեսնենք, ու ես հույս ունեմ, որ նա թիմ կունենա, որտեղ Տիգրան Սարգսյանն իր թիմով եկա, որտեղ Վաչե Գաբրիելյանը, Դավիթ Սարգսյանը, Կարինե Մինասյանը, Երիցյանը, դա կենտրոնական բանկի խորհրդի անդամներ էին, որտեղ մենք ամեն շաբաթ 2000 թվականից սեմինարներ ենք կազմակերպում, քննարկում ենք Հայաստանի զարգացման բոլոր խնդիրները։ Մեր սեմինարներում տարբեր մասնագիտության դրսից եւ ներսից մարդիկ են հանդես եկել։ Մի քանի ուղեղային գրող ես եմ կազմակերպել իմ կողմից եւ այլն։ Մոսկվայից մասնագետներ են եկել, որոնք կազմակերպել են գրողներ, այսինքն Տիգրան Սարգսյանը պատահական չի եկել, նա եկել է ռազմավարությունով, ուղղակի ինձ զգում է, որ այստեղ մակարդակների լուրջ տարբերություն ա եղել։ Իսկ Հովիկ Աբրահամյանը կարծում եք պիտի հեմվի այդ թիմի վրա, որպեսզի հնարավորություն ունենա շարունակելու եւ զրոյից չսկսելու։ Ես չեմ կարծում, որ նա Տիգրան Սարգսյանի նման թիմը ունի եւ պատրաստել է, նախապատրաստել է դրան։ Դա նման կլներ, եթե օրինակ երբ որ ՀԱԿ-ը, ժառանգությունը, Բարգավաճը խոսում են իշխանության փոփոխման մասին, իմ հարցը գալիս է, որն է դեր ստվերային կաբինետը, մի հատ ցույց տվեք։ Կամ ով է ձեր վարչապետը։ Չկա այդ։ Չկա, ուրեմն դրա համար նրանց նկատմամբ մենք հավատ որ կարող են իրոք վճռական չգոյություն չունի։ Նույնն երբ որ Հրշեն էր գալի իշխանության, ես կոմունիստների համար հարցում արեցի, ասեցի դուք պարտվում եք, Հրշին ասի տղաներ դուք հաղթելու եք, ստեղծեք ստվերային կաբինետ, զարմացան, իշխանության գանք, պրոբլեմ չի լինի, այն վաղտ կընտրենք։ Սա միշտ նախապատրաստելը պետք է որ իշխանությունը պիտի կապված չլինի կուսակցական նախասիրությունների, նա հարատև պրոցես է, որը բոլորը պետք է աջակցեն։ Մի օրինակ եմ բերում դասական, երբ որ Չերչիլը բանակցում էր Ռուզվելտի Ստալինի հետ եվրոպական վերակառուցման մասին, Անգլիայում ընտրություններ էին։ Նա անդիմադիր կուսակցության առաջնորդին բոլոր բանակցություններին տանում էր, միասին էին հանդես գալի Անգլիայի անունից, որտեղ եթե նա պարտվեր, այս ընկերը շարունակեր։ Իրոք նա պարտվեց, այս ընկերը շարունակեց։ Դա էստաֆետային նման բան էր։ Մեզ մոտ դժբախտաբար այդ բանը չկա, դրա համար վստահություն չկա։ Հետեւաբար Հովիկ Աբրահամյանը ստիպված կլինի որոշ ժամանակ օրինակի համար պահպանի կաբինետը, եւ եթե ինչ որ մի բան նրա պատկերացումներն դուրս կմտածի փոխանցման մասին, ու այսօր բավականին լուրջ գործադիր իշխանականները ավելի ձգում են դեպի հանրապետական ձեռք բերելու պաշտոն, քան մյուս կուսակցություններին, երևի նա ինչ-որ մեկին կգտնի կամ կնշանակի։ Խնդիրը հետևյալն է, որ Հայաստանը այսօր ունենալով կայուն ֆինանսական համակարգ բանկային, տնտեսական զարգացման խնդիր ունի։ Եվ Տիգրան Սարգսյանի հայտարարած, որ մենք բանջ ունենք ամբիցիոզ պրոյեկտների, մնաց օդի մեջ։ Երկու պրոյեկտ ես եմ բերել իմ գործընկերների հետ, մեկը դա երկաթգծի կառուցումն էր Զոտկից Մեղրի եւ երկաթի հանքերի մշակումը, 2.5 միլիարդանոց ծրագիր էր, որը չստացավ աջակցություն։ Երկրորդը դա նավթի մշակման գործարանը Ագարակում, որը արժեր եւս 2 միլիարդ, որը էլի աջակցություն չի ստանում, թեպետ մնում է օրակարգում։ Ընդ որում երկրորդի մասին Հովիկ Աբրահամյանը տեղյակ է։ Հիմա մենք հույս ունենք, որ մի հատ էլ հանդիպեք կիներեն, գուցե նա իրոք իր կազմակերպչական փորձ ունենալով
իր վրա վերցնի պատասխանատվությունը գործը վերցնի առաջ, որտեղ դա լուրջ միջպետական պրոյեկտ է, որտեղ Պարսկաստանը, Ռուսաստանը, Հայաստանը, Թուրքիան, Վրաստանը, Իրաքը, հնարավոր է Թուրքմենիան եւ Ղազախստանը համատեղ հանդես գան Չինաստանի հետ միասին։ Ու դա պետք է միջպետական ինչ-որ բաներ լինի, ու Տիգրան Սարգսյանի քաղաքականությունն էր, որ մենք պետք է ստեղծենք այնպիսի մասնավոր հատված բանկային, որ պետական երաշխիքի պահանջ չլիներ, բայց երբ որ 98 թվականին իմ կանալով 400 միլիոն եվրո էր գալի Հայաստան, պետական երաշխիք են ուզում, չեղավ այդ փողը չեկավ, 100 միլիոնանոց եկավ պետականը երաշխիք նախանցյալ տարի, երաշխիք պետական չկա, գումարը չեկավ, հիմա պետությունը դերակատարությունը չի կատարում դժբախտաբար, Տիգրան Սարգսյանը կենսյան տեսության կողմնակից է, բայց նա ընդունում է միայն մի մասը, կուտակայինի մասը, բայց այն որ պետությունը պետք է ավելի ակտիվ դերակատարություն ունենա, նա ոնց որ թե չէր ընդունում, գտնելով որ պետությունը պետք է դիրքը զիջի քաղաքացիական հասարակությանը, մասնավոր բիզնեսմեններին, ինքը միայն պահպանի կանոնակարգը։ Շնորհակալություն, պարոն Ադիբեկյան։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։